նշեմ, որ իսելով իմ գործընկերների այն տեսակետը, նոր օրինագիծը բնականաբար քաղաքացիական պայմանագրին ներհատուկ երկաթյա տրամաբանությամբ սահմանափակում է հասարակական դաշտում դիտորդական կազմակերպությունների գործունեությունը։ Եվ այս օրինագծով ստեղծվում է յուրահատուկ կոմֆորտ զոնա քաղաքացիական պայմանագիր կուսակցության արբանյակ դիտորդական կազմակերպությունների համար, որոնք կազմելու են այն զեկույցները ապագայում, սրանում իսկ այսպես ասած, մենք ենթադրում ենք, որ դրվում է ապագայում ընտրությունների կեղծման ֆունդամենտը հասարակական դաշտում եւ միևնույն ժամանակ ազգային օպերատոր, եթե կարելի այսպես ասել, դիտորդական կազմակերպությունների ոլորտում հանդիսացող հայաքվե ազգային քաղաքացիական միավորմանը նրբանկատորեն կամ կոպտորեն իրենք ուզում են մեկուսացնել։ Եվ մասնավորապես նույն ՀՊ խմբակցության Արուստայ Ջուլհակյանը իր արտահայտություններում նշել է, որ այո, իրենք խորհրդակցել են դիտորդական կազմակերպությունների, նորմալ դիտորդական կազմակերպությունների հետ։ Ըստ այդմ, եթե մենք դատում ենք, որ մենք չենք մասնակցել այդ բանակցություններին, մենք չենք պատկանում իրենց բնորոշմամբ այդ նորմալ կազմակերպությունների դասը։ Ես կուզենայի շատ կարճ համառոտ նաև ակնարկանեի, թե ինչու այլ կազմակերպությունների մոտ բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել հայաքվե ազգային քաղաքացիական դիտորդական կազմակերպության գործունեությունը, որովհետև մենք 2023 թվականից ի վեր մասնակցում ենք թիմ ընտրություններին, մասնակցել ենք 2023-ին Երևանի Ավագանում, 2025 թվականին Գյումրի եւ Փարաքարի 180 դիտորդ մասնակցել, փակել ենք 82 եւ համապատասխանաբար Փարաքարի 16 տեղամասեր, եւ ինչու՞ չէ նաեւ վերջում էլ Վաղաշապատի ընտրություններին ենք մասնակցել, կարողացել ենք այս ժամանակահատվածում կատարել տիտանական աշխատանք եւ մեր դիտորդների կողմից արձանագրված խախտումները վերաբերել են ոչ միայն իշխանությունը ներկայացնող քաղաքական կազմակերպություններին, այլև ընդդիմությանը։ Եվ բավականին ստվարածավալ զեկույց է կազմվել եւ ներկայացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հանուն այն բանի, որ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես պետական լիազոր մարմին աշխատի այն թերությունների շտկման ուղղությամբ, որպեսզի մենք ունենանք նորմալ, արդար, թափանցիկ եւ անաչառ ընտրություններ։ Եվ մի փոքրիկ դիտարկում էլ դաշտում բավականին խոսում են այդ մոլդովական սցենարի հետ կապված, որ Հայաստանում եւս լինելու է, մենք գործընկերներով քննարկել ենք, մտածել ենք, որ այո, հնարավոր է նաեւ ընտրությունների այդ բուն ժամանակաշրջանում կիրառվի, այսինքն մի շարք քաղաքական կազմակերպություններ զրկվեն ընտրություններին համապետական մասնակցելու հնարավորությունից։ Բայց մենք չէինք մտածում, որ այդ պիլոտային ծրագիրը կսկսվի դիտորդներից, դիտորդական կազմակերպություն, մասնավորապես հայաքվեից։ Եվ կարծում ենք, եւ մենք այս ուղղությամբ ձեռքներս ծառատ չենք նստելու, մեր քայլերը ձեռնարկելու ենք, բնականաբար, բայց եթե այս օրենսդրությամբ է որոշել քաղաքացիական պայմանագիրը մասնակցել գալիք համապետական ընտրություններին, կարող ենք օրինակ առաջարկել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գալիք համապետական ընտրություններին գրանցի միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ իր սատելիտ կամ արբանյակ դիտորդական կազմակերպություններին եւ հանուն հին բարի ժամանակների կոմունիստական կազմակերպեն իրենց ընտրությունները եւ դառնան կամ հռչակեն միակուսակցական դիկտատուրա։